Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույր ու եղբայրներն այս պահին տեղափոխվում են Հով։ Այս մասին այսօր ԵՄ-ին հասել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Պետությունը որոշեց երեխաներին ժամանակավոր տեղափոխել Հով։ Հարցը շատերի մոտ է հնչում՝ ինչ կտա այս տեղափոխությունը։ Ինչու տեղափոխեցին։ Տանը տեղի է ունեցել սարսափելի դեպք։ 3-ամյա Տիգրանը սպանվել է, իսկ մեղադրյալը հենց ընտանիքի անդամն է։ Այսպիսի միջավայրում մնացած երեխաների համար կա հոգեբանական վտանգ, ֆիզիկական ռիսկերի բարձր մակարդակ, սթրեսային և տրավմատիկ հիշողությունների խաթարում, անորոշություն, վախ, լարվածություն, հասարակական ճնշում, խոսակցություններ, աղմուկ։ Այս պահին երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելը ամենաօգտակար և առաջին անհրաժեշտության քայլն է։ Երեխաները կլինեն վերահսկվող, ապահով տարածքում, որտեղ երբեք չեն մնա վտանգավոր միջավայրի ազդեցության տակ։ Նման դեպքերից հետո երեխաները ունեն ցնցում, վախ, շփոթություն, կորստի զգացում, վստահության կորուստ մեծահասակների նկատմամբ։ Կենտրոնում նրանց կտրամադրվի մանկական հոգեբանի աջակցություն, որպեսզի չկայունանա տրավման և հետագայում չդառնա ագրեսիա, խուսափողականություն, անքնություն, սոցիալական խնդիրներ։ Կլինի իհարկե իրավիճակի գնահատում։ Պետք է հասկանալ երեխաները հոգեպես ինչ վիճակում են, ինչ են տեսել, ինչին են ականատես եղել, արդյոք մայրն ի վիճակի է ապահովել անվտանգություն, ընտանիքում կա անտեսում, հոգեբանական բռնություն կամ կախվածություն։ Հովը տալիս է ժամանակ ճիշտ որոշում կայացնելու համար։ Գյուղը փոքր է, մարդիկ խոսում են, դատում, շշնջում։ Երեխաները չպետք է որ ապրեն խարանով։ Կենտրոնում նրանք կփրկվեն ժամանակավոր այս ամենից։ Ցավը մարդկանց տարբեր կերպ է ազդում, ոմանք կարող են անսպասելի բռնկվել։ Պետությունը պետք է բոլորին պաշտպանություն նախատեսի։ Այս քայլը չի նշանակում, որ երեխաներին հաստատ կզրկեն ընտանիքից, սա նշանակում է, որ գնահատեն իրավիճակը, հետո որոշեն։ Հետագա սցենարները կարող են լինել վերադարձ ընտանիք, սոցիալական վերահսկողությամբ, ժամանակավոր խնամք բարեկամների մոտ, երկարաժամկետ խնամք պետության կողմից, եթե տեսնեն, որ վտանգ կա։ Պետությունն այս պահին խաղում է պաշտպանիչ և կանխարգելիչ դեր։ Այս քայլը ցույց է տալիս երեխայի անվտանգությունը գերակա է ցանկացած ավանդույթի ինքնածնողը թող մնա մոտը մոտեցումից։ Հայաստանում տարիներ շարունակ շատ դեպքեր են եղել, որտեղ երեխան մնացել է վտանգի մեջ, որովհետև չէ ընտանիքն ա։ Այս անգամ պետությունը կանգնեց և ասաց՝ առաջին հերթին երեխան։ Մենք որպես հասարակություն կարող ենք կանխել հաջորդ դեպքը, թե կրկին կսգանք, կլացենք ու կրկին կմոռանանք։ Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Խնամակալության և հոգաբարձության մարմնի հրավիրված այսօրվա հրատապ նիստը ըստ այսօր ԵՄ-ի ժամեր առաջ դեռ չէր ավարտվել։ Փորձագետները ծափաթաղում էին։ Հիմա ծափաթաղում ենք, այսօր ԵՄ-ին ասել էր Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Մոր հետ ենք զրուցել քիչ անց, երեխաների հետ կզրուցենք։ Մորն ասացիք՝ ինչ ենք որոշել անել, ասում էր չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան։ 4 երեխա ունի, մենք ասացինք քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաներն այս միջավայրում պետք չէ մնան, թող մնան 1 ամսով, 10 օրով, 1 շաբաթով, բայց գնան։ Հիմնականում կտանենք Հով, ասել է Գալոյանը։ Նա հավելել է, թե երեխաների մայրը ադեկվատ էր իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է։ Գալոյանը սպանված 3-ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև երեխային սպանելու պատճառը, ինչը կարող էր լինել, կոնֆլիկտ վեճ նախորդել է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել, չեմ իմանում, նախաքննություն է գնում, շշմել ենք։ Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկա այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի դպրոցի տնօրեններն ասում են՝ միշտ հագած, կապած, կուշտ ու պատրաստված երեխաները եկել են դպրոց, մանկապարտեզ։ Էդ ինչ նկարագրում են, չէ, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են, նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։ Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չի էր ունենա, Գալոյանն արձագանքել է՝ իրենց
պարբերաբար տուն այց են արել, բա ոնց, էս ընտանիքը նպաստ է ստացել, կարիքի գնահատում են պարբերաբար արել, բայց այնուամենայնիվ երեխաներին այս պահին տեղափոխեցին հով, ինչ կլինի այդ երեխաների ճակատագիրը, արդյոք մայրն ի վիճակի է այս ամենից հետո 4 երեխաների խնամքը վերցնել ուսերին, ցույց կտա ժամանակը։